Դավ ջան, կարամ հասկանամ ինչի ստեղ կանգնեցինք։ Մտածում եմ, որ գնանք մոտը ինչ ենք ասելու։ Ապա ինչի համար եկանք ստեղ։ Դե տունը մնայինք ինչ անեինք։ Չեմ ուզում պապին մենակ մնա։ Դե որ չես ուզում, արի գնանք մոտը։ Մանանի մասին, որ հարցնի ինչ ենք ասելու։ Ասելու ենք այն ինչ կա։ Չէ, տենց չի լինի։ Կգժվի։ Ոնց կգժվի։ Պետք չի ընդհանրապես գժվի։ Մեր փողասեր աղջիկը արդեն իր ընտրությունը կատարել է։ Ու այդ ընտրությունը իր կյանքը կործանելու է։ Այ մարդու մի անհանգստացի, հա, չի կործան, ինքը իր հարուստ կյանքով կապրի։ Այդ չէր ուզածը։ Արի, գնացի։ Սպասի։ Դու պապայդ չես ճանաչում։ Ու եթե պապատ հետ եկա, որ դու տանը չեղար, դու ինձ էլ չես ճանաչելու։ Ուրեմն պապան իրոք քեզ Երբ պապատ անադեկվատ, ինքը ոչ ոքի չի ճանաչում։ Մամաս Մանանին ու Մարկին ծննդաբերելուց համահացել։ իսկ պապան Սպանել են։ ծանր կյանք ես ունեցել։ Ես չեմ թողնի, որ հայրս ու եղբայրս քո ընտանիքի կյանքն ավելի ծանրացնեն։ Մի իրականություն կա, որի մասին աշխատում եմ չմտածեմ, բայց չեմ էլ կարում։ Չեմ էլ կարում ինքս ինձ չխոստովանեմ։ Իմ ու քո սերը լեա պայքար պահանջում։ Եթե այդ պայքարի մեջ ես ու դու հանձնվենք, մեր սերը կպարտվի։ Ես այդ չեմ ուզում։ Չեմ ուզում քեզ կորցնեմ։ Դրան չես տենում, հա։ Երեք մեկ այսօր երկու կենաստերն է քաղցրացնում։ Ոչինչ, առաջ կգնաս, բայց ոչ իմ հաշվին։ Այսով է, հա։ Ապժանը արդեն տնից մենակ դուրս գալու իրավունք է չունեմ։ Դու ինձ ասա տեսնեմ, թե աղջկան ինչի մենակ թողեցիր։ Քո սրտով էի վարվում։ Մի հատ լրջացի։ Լավ դու ասա ուրիշ ինչ ա պետք, ասա անեմ հերս։ Գնում ես տուն, որ տանը խոսանք ես ամեն ինչի մասին։ Սա մի քիչ քաղաք ֆռամ կգամ տուն ես դու գնա։ Այս անձրևին ինչ կա ֆռալու։ Գնում ես տուն ու չեն քննարկում ես։ Եկաք երեխեք ջան, նստեք։ Ոնց ես, պապի։ Նայած թե ինչ կպատմեք։
Են խենթոխել արմանուշակից ինչ լուր։ Հեչ, պապի։ Եկավ տուն, բայց Տունն է, պապի։ Քնած եմ։ Չեք խապում, չէ՞։ Խեղճ աղջիկ, քնած եկե հասել է հիվանդանոց։ Ես խապում եք ինձ, հա։ Ասացի գնում ենք հիվանդանոց, ասաց դու էլ ասեցիր քնում ես, մանան։ Փորձեցի, չստացվեց, ասեցի ես էլ գամ։ Եք պայուսակներով լիքը։ Պապի, քո համար հագուստ եմ բերել, մտածեցի կարող է փոխվել։ Վաղը դուրս են գրում, ինչ հագուստ, ինչ փոխվել։ Դամբուլ խոսում է, պապի, լուրջ մի ընդունի։ Նեղացած եմ քեզանից, Մանուշակ։ Ինչի ես եղբայրներիդ ջղայնացնում։ Ինչի չես գնահատում իրանք չարչարանքը։ Պապի, խնդրում եմ էլի, հիմա պետք չի։ Ինչ հայր, ինչ աղբեր, ինչ էիր խոսում ավ, ասացներիցդ որն էր իրականություն, որը բարբաջանք։ Ասացի հերո ես մնում այդ աղջկանից։ Պապ ջան, մեկ ասում ես հերո ես մնում, մեկ ասում ես քեզ մոտ պահի, հիմա ինչ անեմ, որ քո սրտով լինի։ Գրիշո քեզ գժիտև մի դիր։ Թեման փակա, ասացի հերո ես մնում։ Կարելի է թեմային ծանոթանալ։ Թե այսօրվանից մակունցների ընտանիքի կանայք զուրկ են խոսքի ազատությունից։ Այս պահին մենակ մեզ ընտանեկան դրաման էր պակասում։ Ընտանեկան դրամայի սիրահարը քույրը տա սիրելիս։ Լավ, մամ, մի րոպե էլի։ Պարտադիր էր պապային շնչակատուր ճամփել իմ հետևից։ Շատ հետաքրքիր է։ Հիմա բոլոր մեղադրական սլաքներն ուղղվում են իմ դեմ։ Ուրեմն սենց։ Մեկ էլ չլնեմ չիմանամ դու երևացել ես դրանց տան մոտ։ Պապ ջան, ուրիշ տարբերակ չկար։ Մանանը փողոցում էր մնացել ու իմ պատճառով էին աղբերները տնից դուրս արել։ Բայց դու չէիր էլ շտապում իրան փողոցից վերցնեիր։ Դա կապչումի պայտակ ներվայնացրեց, բայց դա չի նշանակում, որ իմ համար մեկ է իր այդ ինչ կլինի։ Այսինքն սիրում ես։ Չէ, չի սիրում։ Դու ավելի լավ ասես աղջիկը տուրա։ Ես տեղ եմ պապ։ Այդ լավ է որ ստեղես։ Ուրեմն լսեք, վերջին անգամ շատ մատչելի ձևով երկուսիդ բացատրում եմ։ Հերո եք մնում այդ Սարգսյան ընտանիքից։ Ու մոռանում եք, որ երբևէ նման մարդկանց հետ շփում եք ունեցել։ Բայց ինչի, պապ։ Որովհետև այտենց եմ ուզում։ Մի հատ էլ մնում էր քեզ բացատրություն տայի։ Մենք կարող ենք այս խոսակցություն իմ սենյակում շարունակել։ Չէ, չենք կարող։ Ինչ տարբերություն ստեղ ենք խոսում, թե քո սենյակում։ Ուշադիր ինձ լսեք։ Դու մոռանում ես այդ աղջկան։ Դու էլ այդ լակոտին։ Հասկացաք ինձ։ Բա մեր սերը, պապ։ Աչքիցս չքվի, քանի ինքնատիրապետումս չեմ կորցրել։ Լեա, գնա քո սենյակ։ Չես ամաչում, Լեա։ Ինչի դու մանանին չես սիրում։ Սիրել միրել չգիտեմ։ Աղջիկա շփվում ենք էլի։ Ամեն քո գործը չի։ Ուրեմն մի գողացի այդ աղջկա ժամանակը։ Մի թշնամացրու եղբայրների հետ։ Նախ քեզ ովա թողել դու այսքան խոսես։
Չեմ հասկանում այդ լակոտն է գլխի տակ փափուկ բաց դրել։ Պապ, չէ։ Ես ուղղակի չեմ կարող հասկանալ ոնց է ստացվում, որ դու Լեոյին սկզբում շատ հավանում էիր ու հիմա չգիտես ոնց թշնամի դարձաք։ Լեա, մի շարունակի գնա քո սենյակ։ Մեզ մեր սենյակում փակելով դուք ոչ մի բանի չեք հասնելու։ Դու ինձ մեջ մի գցե քեզ արդարացնելու համար։ Պապ, ես քեզ խնդրում եմ։ Ինձ, Լեոյին, Գրիշոյին ու Մանանին նստացրու մի սեղանի շուրջ։ Մենք բոլորս խոսենք, հասկանանք ու հարթենք այս ամեն ինչը։ Սենց չի կարա շարունակվի։ Աղջկա դարստեղից։ Ոչ մի անդառնալի բան տեղի չի ունեցել, որ մենք մեր սիրելի մարդկանցից հրաժարվենք։ Եղել է։ Ինչ ա եղել։ Քուրս դու չես կարա Լեոյի հետ լնես։ Ես էլ եմ այդ կարծիքին։ Ինչի քեզ կարելի է սիրել ինձ, չէ։ Իսկ ով ասաց, որ Գրիշը սիրում է։ Եթե չսիրեր, Մանանին Հելենի տուն չէր տանի։ Ուրեմն անտարբեր չի։ Անխիղճ չենք Լեա ջան դուրսը թողենք։ Մի ժամ առաջ լավ էլ թողեցիր դրսում։ Ես արդեն հոգնեցի այս խոսակցությունից։ Արեք այն, ինչ ձեր հայրն է ասում։ Ապրես կյանքս։ Ես քեզ հաճոյանալու համար չեմ ասում այս ամեն ինչը։ Ուղղակի ուրիշ ճանապարհ չկա։ Բայց ինչի, մամ։ Որն է պատճառը, որ ուրիշ ելք չկա։ Չի կարա տենց բան լինի։ Մոռանում եք ու ասում եք առաջ, վերջ։ Բարի գիշեր ձեզ։ Հերո, հա։ Դու էլ գիտես ինչի համար ես պայքարում։ Մենք ուղղակի չենք կարա թույլ տանք, որ այդ մեռած Ռաֆի լակոտները կապ ունենան մեր երեխեքի հետ։ Այդ քույրդ կարող էր կապ ունենալ, մեր երեխաները ոչ։ Լավ, քրոջս դեպքում ես հասկացել եմ իմ սխալը, որն էլ չեմ ուզում թույլ տամ իմ երեխեքի պարագայում։ Նախ ես պետք է զբաղվեմ այդ ավոյով։ Դա թույլ է տվել, որ այդ Ռաֆի լակոտները մոտենան մեր երեխեքին։ Հələ ես կպարզեմ դրա մոտը ինչքանով է խառը այս ամեն ինչի մեջ։ Աշնած ինչ եմ սանգում։ Ինքը դու կորող պտուղը չես։ Ավելի լավ մեկ ինչ ինձ ձիգ պահեմ։ Բարլուս։ Բարև։ Բարև։ Այս ինչ լավն է։
Ես ինչ համով է։ Երբ եմ տուն եկել։ Չես հիշում։ Դե որ հիշեի տուն կգայի, ուրեմն չեմ հիշել, չէ որ տուն եմ եկել։ Խմած էիր։ Չուր տարօրինակ բաներ էիր խոսում։ Ասում էիր պապատ է եկել մոտդ հիվանդանոց։ Չուր մեծ ընտանիք ունես։ Այնա դու քո բերանով ասում էիր, խմած էիր, բաներ էիր խոսում։ Խմած մարդը նորմալ բան չի խոսա։ Անկա բաներ եմ խոսեցել կամ էլ վատերազ եմ տեսել, երնայս վերջում վատերազներ եմ տենում։ Մի օր էլ հիշում ես, որ եկար ասեցիր, ինչ ա եղել։ Եվ որ երազումս քեզ պատճում էի։ Դες բաներ ալում հետս վերջերս։ Շատ լավ է։ Ված չի, ինչ խոսք։ Որոշել եք սենց անձայն նախաճաշեք, հա։ Սենց ձեր լռության բուն կանում, հա։ Խոսում ենք դժգոհես, լռում ենք դժգոհես։ Ուրեմն գտեք ոսկե միջինը։ Իմացեք ինչ եք խոսում։ Շուտ կերեք ու վեր կացեք։ Ինչի համար։ Տեղ են գնում։ Ուր։ Կհասնեք դեռ կիմանաք։ Ես գործի եմ ու տնից դուրս գալ տրամադրություն չունեմ։ Իսկ քեզ որևէ մեկը հարցրեց դու գործի ես, տրամադրություն ունես թե չէ։ Ընդհանրապես քեզանից հասնում է հավաքվել։ Գոնե կասես ինչ որ բան հետներս վերցնեք թե չէ։ Տակ շոր։ Կարծում եմ հասկանում եք, չէ, որ ընդդիմանալն անիմաստ է։ Արագացրեք, երեք գնացեք պատրաստվեք։ Սրա փոխարեն մենք ենք գետինը մտնում։ Համ մեր անունն է գետնով տալիս, համ էլ իրա։ Մի գրամ էլ չի ամաչում։ Հավ ինչ անեմ։ Ոնց վարվեմ հետը մի հատ խորհուրդ տուր։ Այսինքն պետքա թողնենք նստարաններին։ Ասամիցս ինչ հարցն է։ Դավո ջան, ճիշտ եմ ասում։ Ամբողջ կյանքում իր հետ շատ նուրբ ենք վարվել։ Հիմա ժամանակն է կոպիտ վարվելու։ Նավ քիչ խոսա, արի զարթնացրու տանենք տուն։ Հի։ Ես չեմ զարթնացնելու։ Ու ընդհանրապես ես իրան երբեք չեմ ներելու քո հետ տենց վարվելու համար։ Ումում, բայց քո հետ տենց իրավունք չուներ վարվելու։ Քիչ բան ես արել։ Լավ, վերջացրու Լեո։ Ճիշտ եմ ասում, Դավո։ Ես շատ լավ եմ հիշում, թե դու ինչերի միջով ես անցել, ինչ զողողությունների ես իր համար գնացել։ Դե հերիքա գովքս անես։ Հիմա մենք սրան պետք է խելք սովորացնենք։ Պետք է նենց անենք, որ ինքը իր կամքով այդ լակոտից հրաժարվի։ Ախր պրոբլեմը նրանում է, ախպերս։ Որ մենք ոչ մի բան չենք կարող այդ լակոտին դեմ տանք, որովհետև մեր քուրն է մեղավոր ամեն ինչում։ Մեր քուրն է իրան սխալ պահել։ Հա, որ մեր քուրը իրան տենց չպահեր, կկարանայինք դրա գլուխը ջարդեինք։ Բայց հիմա ինչ էլ անենք, իրա մի հատ արածից հետո սա ջուրնա գնալու խայտարակ ենք լինելու էլի։ Ֆեդերացիայից փողը նստեց։ Աչքդ լուս։ Ինչի մենակ իմ։ Բոլորիս աչքը լուս լինի։ Ես գնամ պապու մոտ։ Գիտես, բժիշկին նենց է համոզել, որ արդեն դուրս են գրում։
Չէ հա։ Դավ, բայց որ պապին եկավ տեսավ սա տանը չի, կուժնուկուլեն մեր գլխին ա ջարդելու։ Գիտեմ, լավ պատկերացնում եմ։ Ես դու հեռախոսդ։ Ինչի համար, papa։ Դու ինչ որս վերջերս շատ չես հակառակվում ինձ։ Այդ տուրելի որ ասում։ Տեսեք, իմ սիրելի կինս շատ լավ հասկանում է ինձ։ Ավելորդ խնդիրներ պետք չի ստեղծել։ Դու ո՞ւմ ես սպասում։ Լավ էլի, այ պապ, երեխա չենք, մի հեռախոսը ստան որ ինչ։ Դուք ոնց որ ուզում եք ընդհանրապես զրկվեք հեռախոսից։ Ացեք նստեք ավտոն։ Ես ինչ եղան է, հերթ չէին տալիս իրար, որ ինձ հագցնեն, տուն տանեն, պապը չի կարող այրեն հագցնել, այ քեզ բան, բայց ուշացան։ Սերեղա, այսպես, այ, Հիմա քեզ հավաքում ես, կարգի ես բերում, որ գնանք տուն։ Վախեցաք պապից։ Որ ասում եմ ինքան անուղելիա չես հավատում, աղբեր ես։ Առանց ինձ որ գնաք տուն, պապին հաստատ ձեզ դուրս է հանելու։ Դու ամեն ինչ անում ես, որ զզվցնես մեզ։ Լսի, եթե պապի ռեակցիայից ենք խոսում, ասեմ քեզ, որ պապին քո արածներից տեղյակ չի։ Խնայել ենք այդ մարդուն, որ չիմանա այդ ամեն ինչը նենց ոնց որ եղել է։ Ու եթե այսքանը խոսում ենք, մանան, լեզուտ ատամներիդ հետևն է սպանում ու մեզ ես լսում։ Թե չէ որ պապին իմացավ իրականում ինչ է եղել, հենց ինքն է քեզ տնից հանելու։ Հասար գործ ունեմ, թատրոնում խեղճերը ինձ են սպասում, գործը կիսա, եկել պարկել եմ ինձ։ Եկակ երեխեք։ Բարև ձեզ։ Ուզում եմ իմանալ դուք ավո ինչն եք, կամ ավոն ձեր ինչն է։ Դուք ավոյի հայրն եք։ Հիմա ուզում եք ասեք, պապին ոչ մի բան չգիտի։ Ախարա, խիսովա, մանան, եթե քեզ կանչում ենք տուն, ուրեմն չգիտի, պարզ չի այդքանը։ Բա որ չկան պապին ինչ եք ասելու։ Դու հանգիստ եղի, մի բան կմտածենք։ Հա տենց եք վարվում հետս։ Ահա նենց ոնց որ դու։ Ուրեմն ուշադիր լսի քեզ ինչ եմ ասում։ Կամ գալիս ես տուն ու քեզ սպանում ես նենց ոնց որ մենք ենք ասում։ Լուրջ դու հավատում ես, Դավը։
Լեո, սպասի։ Հա էլի, թող խոսա։ Աղջիկը սպանեմ ես քեզ։ Մանան ինձ նայ։ Վերջին անգամ քեզ զգուշացնում։ Կամ գալիս ես տուն ու քեզ սպահում ես նենց ոնց որ մենք ենք ասում, կամ ռադդ քաշում ու գնում ես մեր տնից։ Դենքիցը թարախաթափվում։ Հավաքի քեզ մի հատ։ Ոնան ասում հավաքի քեզ մի հատ։ Լեո։ Օ, արի։ Կացնել եմ քեզ։ Անկեղծ ասած ոչինչ չեմ հասկանում։ Կարող ենք հետո խոսել։ Դուք ավոյի հայրն եք։ Խնդրում եմ խոսեք։ Ես երկու տղա եմ ունեցել։ Ռախոն ու Ավետիքը։ Երկուսին էլ կորցրել եմ։ Դուք ավոյի հայրն եք։ Ու ես ձեզ առաջին անգամ եմ տեսնում։ Գնացեք։ Իսկ ուր էիք դուք այսքան տարի։ Ու ինչ եք ասում, որ ավոյին կորցրել եք։ Ես չեմ ուզում խոսել։ Եկել ենք ցրվելու։ Ամեն ինչ պիտի թողնենք Երևանում։ Մտածենք միայն հանգստության ու վերականգնվելու մասին։ Դե եթե հարցը լուծվեց չի վերականգնվելն էլ հնարավոր չի։ Եթե չվերականգնվես, հարցին լուծում չես գտնի։ Փակողական։ Իսկ դու մեծ փորձում ես դրանից դուրս գալու։ Պապի, լավ չես։ Լավ եմ տղա ջան։ Կավա բժիշկ կանչեմ։ Տաքսի կանչի։ Տուն գնանք։ Մանանն ուր է։ Մանանը դուրսն է մաքուրոթի։ Այս վերջերս մոտը փակ տարածություններից ֆոբիա է առաջացել։ Կանչեցի արդեն։
Հաջող Գրիշո։ Մեջ խելքն ասա խեմ քեզ զանգու, որ մի հատ անջատես։ Լեա, Ո՞նց ես։ երեք գիշերը զանգեցի, չպատասխանեցիր։ Ինչ եղավ։ Պապան էր եկել հետևիցս։ Դե հա, հասկացա ավտոյից։ Կռիվների մեջ ես, չէ՞ երևի ընկել։ Արի չպատմեմ էլի։ Չէ, Լեա, պետքա պատմես, որ հասկանամ ինչ եմ անում։ Որ երեխա չենք, սենց չի կարա մնա։ Լեո ժամանակին ասում էի, որ ամեն ինչ ավելի է բարդանալու։ Չէր լսում։ Իսկ հիմա ուզած թե չուզած պետք է հետևանքները վայելենք։ Ամեն անգամ, երբ ինչ-որ սենց բան է լինում, ինձ թվում է ավելի ու ավելի ենք իրարից հեռանում։ Մեր շուրջ ինչ ասես կատարվում է, բայց քո ներսում ուրիշ բան է։ Մարում ենք։ Սառում։ Չգիտեմ։ Լեա, տենց բան չկա։ Կա Լեո։ Ես չեմ ուզում քեզնից հեռու լինել։ Ուր ես հիմա դու, տանն ես։ Չէ, Ծաղկաձորում։ Պապան մեզ բոլորից բերել է Ծաղկաձոր։ Էլեգանտում ենք մնալու։ Տանոթը այնքան էր ծանրացել, որ արդեն չենք կարողանում շնչել։ Լեո, ես առաջին անգամ եմ մամային ու պապային տենց կռվելուց տեսնում։ Զգուշացել է, չէ՞։ Պապ դե լավ էլի։ Հերիքա։ Սոս մնա։ Լեո, անանի պայուսակները վերցրու գնանք։ Գնացինք։ Եթե քեզ թվում է, այս պայուսակների պատմությամբ ինձ ֆռռացրիր, սխալվում ես։ Սպասիլա տուն հասնենք։ Առ, Ծանր է, պահի էլի։ մանամ վերցրու։ Առավոտից իրիկուն պարապում ես, դրա եղածն ինչը չկարնաս տանես։ Նա դուք քայլեք առաջ, ես սա կգամ, հա։ Քայլեք։ Մեր պայմանավորվածությունը ուժի մեջ է, մանա։ Հա, հասկացա։ Կասկածում եմ, որ հասկանում ես։ Մի կասկածի, հասկացել եմ։ Դե տենանք։ Դե տենանք։ Աղջկա ծանձերը հավաքի։ Ես չեմ ուզում ինձ ավելորդ բաներ թույլ տամ։ Ինքն էլ դրանից ոգևորվում է։ Ես որ անցել եմ իմ մեթոդներին, նրան շան օրը կգցեմ։ Վերջ, սկսվեց։ Հա, սկսվեց։ Զանգել այդ լակոտին ասում է, ես մամային ու պապային երբեք կռվելուց չեմ տեսել։ Ես չեմ հասկանում, ով է դրան սովորացրել, որ պետք է պապայի ասածը գցի ականջի հետև ու անցնի առաջ։ Հաստատ ես չէ։ Էդ հո լավ գիտես։ Կամ այդ ինչ ասելու բան է։ Հասել ենք նրան, որ մեր տան կատարվածը պետք է զանգի դրան զեկուցի։ Լավ, գնացի դրանց տնից բերեցի, ասեցի լավ, ինձ զուս պահեմ, հանկարծ վատ օրինակ չլինեմ իր համար, վաղը մյուս օր կամուսնանա, ընտանիք կկազմի։ Բայց չէ։ Այսօր պետք է ամեն ինչ բերի ու իմ առաջ քաշի։ Իմ դեմ օգտագործի։ Ինձ ինչու ես ասում։ Նույն բան իրեն ասա։ Չի հասկանում։ Ես որ ասեմ կհասկանա, հունան։ Պաստորեն որոշել ես տենց ապրես, հա։ Հələ մի րոպե։ Ատենց ասելիքը ձիգ-ձիգ ասելով ու գնալով չի, է։
Այն օրը կանգնել էր տան դռան դիմաց, ինչ որ բաներ էր բացատրում, ճիշտ ու սխալ էր անում, ասում էր մեր աղջիկը չի կարա դրսում մնա։ Դե որ մեր աղջիկը չի կարա դրսում մնա, ուրեմն իմ տան կարգ ու կանոնին նորից կծանոթացնես։ Հասկացար ինձ։ Մենակ հոտը հերիքա, որ քեզ տանի անտառի խորքերը, Ավոջան Անուշարա։ Խոլը դե լավն է էլի։ Ես ուր է իր։ Հիվանդանոցում։ Այդ կարող է բանման կա, տեղյակ չեմ, նորություն ունենք։ Դու չգիտեմ, բայց ես ունեմ։ Դե բասա, ասա թե նա մետ ինչ ա եղել, թե նեղացած ես չես խոսում։ Գնացել էի հորդ մոտ ավ։